Մեր հյուրերն են, ինչպես արդեն տեսակ, նրանք շարունակում են մնալ մեր տաղավարում, Կամերային թատրոնի դերասաններ Սոնա Մաթևոսյանը եւ Սենիկ Բարսեղյանը։ Նրանց հետ էլ խոսենք, բամբասենք ու հասկանանք, թե ինչով են նրանք ապրում եւ ինչ հետաքրքիր տրամադրությամբ են համակվում Կամերային թատրոնում։ Բամբասենք, ինչից ենք սկսում։ Եկեք սկսենք նախ հասկանալով ձեր օրվա տրամադրությունը, ինչպես եք արթնացել, ինչ տրամադրություն ունեք հանգստյան օրը առավոտյան։ Այսօրվա մասին նա խոսքը։ Այո, որը հանգստյան չէ ձեր դեպքում։ Մեր մոտ առհասարակ հանգստյան օրեր չենք ունենում, ինչի համար իրականում ուրախ ենք, ինչի՞ չէ, որովհետև հանգստանալ միշտ էլ կհասցնենք։ Հիմա հասցնենք ավելի արդյունավետ բաների մասին ապրել։ Աշխատանքի արանքում հասցնում ենք հանգստանալ։ Ես այսօր ներկայացում ունեմ, այնպես որ լավ տրամադրությամբ ձեզնից հետո։ Առավոտյան սուրճ հասրել եք խմել։ Այո, մենք ինչ եկել ենք ԱՄՆ-ից, ես գրաֆիկս փոխել եմ, երեխեքներն են փոխել իրանց գրաֆիկը, մենք առավոտը 7-ին արթնանում ենք, մտնում ենք մեր գրուպան, այդ չաթը որ բացված է, ու խոսում ենք անդադար կարոտներից, հիշողություններից։ Դե մեզ էլ մի քիչ պատմեք էլի այդ հիշողություններից։ Լուիզան ու Ներսեսը շատ քիչ պատմություններ են ներկայացրել։ Լուիզան ու Ներսեսը առհասարակ չախոս են, ճիշտ է։ Իրականում ֆանտաստիկ հանգիստ ենք ունեցել եւ ֆանտաստիկ ներկայացումներ, գրեթե 1 ամիս, Սոնան չի թողի խափեմ, որովհետև ունեցել ենք հրաշալի ներկայացումներ ու հրաշալի հանդիսատես, ուզում ենք շնորհակալություն հայտնել Լոսի ողջ մեր հայությանը, մեր հանդիսատեսին, մարդիկ եկան, սիրեցին, գնահատեցին, ծափահարեցին, մենք էլ իրանց շատ սիրեցինք, հուզվեցին, ինչու՞ չէ, որովհետև շատերը ներկայացումից հետո մոտենում էին մեզ ու ասում էին մեղքի զգացում ենք, ձեր ներկայացումից հետո մեղքի զգացում ունենք, որ մենք այստեղ ենք ապրում, դա մեր ներկայացումը Երևանի մասին է, սիրո խոստովանությունը, հա, այդպես։ Ես պատկերացնում եմ ընթացիկ ինչքան շատ է հուզվել հանդիսատեսը։ Իրականում շատ, մեր ընկերները, ովքեր որ Ամերիկայում են, նույնպես, գործընկերները, խաղընկերները, իրանք էլ հուզմունքը աչքներին, արցունքները աչքներին։ Բայց աչքներին։ ասեմ, որ մերն էլ պակաս չէր մեր հուզմունքը, որովհետև խաղալ Երևանի մասին օվկիանոսից այն կողմ շատ ավելի հուզիչ էր ինձ համար, չգիտեմ, վերջի ներկայացումը հատկապես հուզմունքը կոկորթումս էր, չգիտեմ ինչի հետ է կապված, նաև երևի որ վերջինն էր, հրաժեշտ էինք տալիս, ու այդպես ամեն շատ լավ անցավ, հանդիսատեսը շատ ջերմ ընդունեց մեզ, շատ էի հուզվել վերջին ներկայացումը։ Հասցրեցիք այդ օրերում կարոտել Երևանը, կարոտել թատրոնի բեմը։ Միշտ Բացարձակ։ Նաև կարելի է Իրականում չէ, կարոտել ենք, իհարկե կարոտել ենք, մասնավորապես թատրոնն ենք շատ կարոտել, ներկայացումների բնականon ընթացքը, որովհետև ամսվա կտրվածքով գիտենք ինչքան ներկայացում ենք ամ, իսկ այնտեղ 4 ներկայացում խաղացինք մենք ու 4-ը անշլագ, sold out-ներ, այնքան էներգիայով լի, այնքան տեմպերամենտով, այնքան հաճելի ու ֆանտաստիկ զգացողություններով ճամփորդություններ ու հյուրախաղեր էր, անկեղծ որ անդադար ինչ եկել ենք, ես ուզում եմ բոլորին այդ մասին պատմեմ, կիսվեմ ուրախությանս մասին, որովհետև նենց անմոռանալի օրեր ենք անցկացրել, որ վերադարձել ենք ու ամեն օր իրար կապի մեջ ենք, որ երեխեք գնան։ Նախ ասենք, որ վերադարձել ենք ու միանգամից հաջորդ օրը ներկայացում ենք խաղացել, ոնց որ ընդեղ էր, ընդեղ գնացինք ու հաջորդ օրը խաղացինք, նույնն էլ այստեղ էր։ Եկել ենք ու միանգամից ներկայացում ենք խաղացել։ Այնքան վառ ու պայծառ եք պատմում ներկայացումների մասին, որ վստահ դա էմոցիոնալ առումով ամենալավ հիշողություններն են լինելու, որ այնտեղից բերել եք, բայց խաղացել եք 4 ներկայացում ու ունեցել եք 10 օր եւ ավել ժամանակահատված վայելելու արդեն ճամփորդությունը որպես այդպեսին։ Մի քիչ կպատմեք ձեր կենցաղի մասին, շատ հետաքրքիր է, իսկապես։ Ոնց եք ապրում, ուր եք գնում, շփումները, Դե սկսենք նրանից, չգիտեմ, Լուիզան ու Ներսեսը ասել են, թե չէ, որ մենք միասին էինք ապրում։ Բայց միասին չպետք է ապրենք։ Իսկ մի քանի օր իրար հետ ապրելով ինչ որ ավանդույթներ ձևավորվեց այդ մեծ Կամ գուցե բացահայտեցիք որպես ճանապարհի ընկեր միմյանց։ Իրականում ես ասում եմ այսպես ճամփորդությունից հետո որ վերադարձել ենք, ասում եմ խորապես եւ առհասարակ շատ նոր բաներ ինձ համար չեն բացահայտել իմ ընկերների մեջ, բայց այնուամենայնիվ ես իրանց կրկնակի շատ սկսել եմ ավելի սիրել, որովհետեւ երբ որ մարդու հետ կենցաղ ես կիսում, իսկ մեզ համար դա բնական երևույթ է, որովհետև մենք 20 տարի իրար հետ ապրում ենք թատրոնում, անկեղծ։ Ամեն մեկս ունենք մեր ֆունկցիոնալ պարտականությունները։
Այո, տունը հավաքել, խոհանոցում ինչ որ բան Ով համեղուտեսներ պատրաստում։ ֆանտաստիկ բորշ է սարքել Լուիզը, հրաշալի բորշ, 20 օր կերել ենք այդ բորշը։ Դե երկրորդ օրվանից հետո ավելի համեղ է դառնում։ Դե ինչքան հին, այդքան լավ չէ բորշը։ Մենք ունենք տղաներով մեզ համար մաքրության ժամեր, առավոտը միասին, առևտուրը միասին, շոփինգը միասին։ Հա, լինում էր, որ սենց ճյուղավորվում ենք, տարբեր տեղեր ենք գնում, բայց մի տեսակ երեկոները Ինքան են կարոտում իրար, ուզում ենք գանք հավաքվենք իրար գլխի, որ երեկոն իրար հետ անցկացնենք։ Դե բնականաբար ընկերները հավաքվում էին, բոլորը մի հատ ասենց հրաշալի խրախճանք էին ունենում իրիկունները, շատ հավես էր անցնում։ Նա ինչքան ենք երգել։ Հա, շատ, անդադար երգել ենք, անդադար ապրել ենք։ Հիմա ես առաջարկում եմ Սոնա Մաթևոսյան քիչ տարիների ետանք ու հասկանանք երբ ու ինչ հանգամանքներում դու հայտնվեցիր կամերային թատրոնում։ Օ, Ու մի քիչ այն տարիների մասին, որ արդեն այնտեղ գործում ես որպես դերասանուհի։ պետք է ասեմ, որ իմ մոտ այնպիսի տպավորություն է, որ իմ ամբողջ կյանքը կապված է կամերային թատրոնի հետ, որովհետև մինչև թատերական ինստիտուտ ընդունվելը ես հաճախել եմ կամերային թատրոնի ստուդիա։ Այն ժամանակ կամերային թատրոնը ստուդիա ուներ, այո, տենց հավաքում էին երեխեքին, ինչ որ բաներ էին միասին աշխատում, ներկայացումներից հատվածներ եւ այլն, վերջում հանձնում էին Կարա Երնջակյանին ու ինչ որ ուսանողներ ստուդիայից ընդգրկվում էին արդեն թատրոնի կազմում դերասանական։ Հետո ես գնացի թատերական ինստիտուտ ընդունվեցի, որից հետո ես նորից եկա կամերային ստուդիա ու Արշալույս Հարությունյանը եւ Լուսինե Երնջակյանը ինձ ընդգրկեցին Սկոչ եւ վիսկի ներկայացման մեջ, ես ու Հասմիկը դուբլորներ ենք, հա։ Բայց այդ ժամանակ չգիտեմ, երևի դեռ պատրաստ չէի ես կամերային թատրոնում աշխատելուն, գնացի։ Ոնց որ ասում են, մեր թատրոնում պիտի հայտնվես ճիշտ ժամանակում, ճիշտ տեղին, ու Սոնան 3 անգամ ճիշտ ժամանակում, ճիշտ տեղին հայտնվել է։ Գնացի ուրիշ թատրոններ, հետո արդեն 21 թվականին վերջնական արդեն հասկացա, որ Ոտը Սամրապնդեցի թատրոն։ Դե գուցե պետք էր տեսնել։ Միգուցե, հա, երևի այդպես էլ պետք էր, ու հիմա արդեն չեմ պատկերացնում իմ կյանքը առանց կամերային թատրոնի։ Ես ամեն անգամ, չգիտեմ հավատում են ինձ թե չէ, բայց ամեն անգամ կամերային թատրոնի բեմ բարձրանալիս ես չեմ հավատում, որ ես կամերային թատրոնի բեմում եմ, որովհետև այդ այնքան երազանք ա եղել միշտ ինձ համար։ Ես դպրոցական տարիներին միշտ նստել եմ այդ աստիճաններին, միշտ հիացել եմ բոլոր ներկայացումներով, բոլոր դերասաններով ու չեմ էլ պատկերացրել, որ մի օր կարող է այդ բեմում լինեմ։ Դրա համար ինձ համար ամեն անգամ բեմ բարձրանալը կամերային թատրոնի մի հատ, չգիտեմ, երազանք է մինչ օրս։ Բայց իրականում դերասանուհիները այդ հույզեր ունենում են առասարակ։ Իրականում մենք այնքան ես իմ անունից ասեմ, վստահ եմ, որ իմ ընկերներն էլ նույն կարծիքին են ու համոզմունքին։ Ես այնքան ուրախ եմ, որ Սոնայի նման գունապնակով լի դերասանուհի ու ընկեր ունենք մեր թատրոնում ու ես շատ ուրախ եմ, որ իր հետ լիքը ներկայացումներ ենք խաղում սիրուն։ Սենիկ ճանապարհը ինչպես բերեց կամերային թատրոն ու ինչպես դերասանից մինչև ներկայացումներ բեմադրող եւ այդտեղ արդեն սկսեցիր նաեւ քեզ փորձել։ Իրականում պատահականության սկզբունքով եմ ես ընդունվել թատրոն, անկեղծ։ Ես մեղքսի շտակցնեմ 4 տարվա ուսանողության տարիների ընթացքում ես երբեք մի անգամ թատրոն չեմ եկել։ Հերո ականջիչև։ Ես իրոք չեմ եկել մեր թատրոն որպես հանդիսատես։ Մի օր իմ ընկերներից մեկն ասում է, որ այնտեղ ռուսախոս տղաներ են պետք, Господа все рушится, но еще можно жить и веселиться։ Այդ ներկայացման համար պարոնայք ամեն ինչ կործանվում է։ Ես որոշում եմ գնալ հորդորանքով ընկերուհուս, իմ համակուրսեցու։ Գնացի այնտեղ այդ ներկայացման մասին ոչ մի խոսք չգնաց, մենք խոսեցինք ինչ որ տեքստեր փորձեցինք underground ներկայացումից, որը որ հիմա խաղում ենք արդեն, հետո ինչ որ հասկացա, որ ես այդտեղ պետք է փորձաշրջան անցնեմ, իսկ ես այդ ժամանակ աշխատում էի հանդիսավար էի աշխատում։ Մի 1000 տեղ։ Հա, մի 1000 տեղ։ Գումար էի վաստակում, այդպես հետ գնացի նորից։ Գնացի դեպի փողը ու ավարտելուց հետո ինստիտուտը, բայց այնուհետև էլի խոսակցություն բացվեց, անհրաժեշտություն եղավ էլի տղաների, ես նորից եկա թատրոն ու միանգամից բեմադրվեց շատ լավ սթորի ներկայացումը,
որտեղ ես միանգամից ներմուծվեցի այդ ներկայացման մեջ։ Մեր շատ սիրելի շեֆ Արա Երնջակյանը բեմադրեց շատ լավ ստորի ներկայացումը, ինքը այն ժամանակ ժյուրի էր մի նախագծի, որտեղից որ բերեց բավականին շատ տաղանդավոր երիտասարդների, իրանք էլ կաստինգ անցան թատրոնում, իրանցից որոշակիները մնացին թատրոնում, հիմա իրանցից ոչ մեկ չկա, ճիշտ ասած, բայց այնուամենայնիվ այդ ներկայացման շրջանակներում մենք ամբողջ թատրոնի դերասանական կազմը զբաղված էր։ Բայց մինչև այդ էլ, երբ որ Գեորգի Խրիստոֆորիչը մեկնեց հյուրախաղերի, ես մի անգամ բախտ վիճակվեցի ինձ կաբարեում կոնֆերանսիայի դերը խաղալ։ Այո, ու հիմա էլ եմ խաղում այդ կոնֆերանսիա, բոլոր խաղում։ Որովհետև լավագույն ներկայացումները կարծես դուրս չեն գալիս խաղացանկից, անդադար նոր սերունդը գալիս է փոխարինելու։ Ու ներկայացումներ ունենք, որոնք որ տասնյակ տարիներ են խաղացանկում։ Ես չգիտեմ, դրա ֆենոմենի գաղտնիքը հենց մեր երենջակյանական դրամատուրգիայի մեջ է։ Այո, շեֆի ֆանտաստիկ։ Ինչ խոսքը կա յուրահատկություն թատրոնի ձևաչափի մտածողության մեջ առհասարակ, բայց այստեղ շատ կարևոր մի բան կա, որ կուզենայի նշել։ Յուրաքանչյուր դերասան, եթե որևէ թատրոնում զբաղված է եւ այդ թատրոնը դարձնում է իր համար ամենասիրելին, ինձ թվում է դա կարևոր հաղթանակներից մեկն է հենց դերասանի ու թատրոնի համար, ու այդ երկխոսությունը լինում է ստացված։ Տարիների ընթացքում օրինակ յուրովի ինչ եք հասկացել ի վերջո կամերային յուրահատկության մասին։ Ես մի հատ շատ սիրուն խոսք ունեմ, որ ասում եմ ճշմարիտ եկեղեցին դա հենց թատրոնն է, անկեղծ, որովհետև մեր թատրոնի, իմ թատրոնի պատերը մեզ կրթել են, սնել են, սովորեցրել են, մեզ դարձրել են դերասան ու տարօրինակ լավ իմաստով ունեցել են ազդեցություն մեր մարդ տեսակ կայացման համար։ Խորի մասեր շատ։ Որ ասում են թատրոնը մեր երկրորդ տունն է, այս արտահայտությունը իսկապես այնքան տեղին է կամերային թատրոնի դեպքում, յուրաքանչյուր թատրոնի դերասան կարող նույնը ասի իր թատրոնի մասին։ Բայց այնքան գրադարանը։ Հա, գրադարանը, մեր ճիշտ է, որ գնում ես թատրոն, նույնիսկ ներկայացում չունես, փորձ չունես, բայց չես ուզում տուն գնաս։ Ասում ես, որ դու հիմա էլ ես տանը։ Այո։ Ու դրանով ինքը դառնում է ոչ թե երկրորդ տուն, այլ առաջին։ Իսկ հանդիսատեսի հետ կապված ինչ կասեք, որովհետև մենք շատ ենք սիրում մեր հանդիսատեսին։ Հանդիսատեսն բայց մի կարևոր բան կա, տարիների ընթացքում վստահ ձևավորել եք հենց ձեր հանդիսատեսին, չէ՞, ու անդադար այդ հանդիսատեսի շարքը կարող է ավելանալ, մեծանալ, շատանալ եւ այլն։ Ինչի համար մենք շատ ուրախ ենք, որովհետև չեմ թողում միտք ավարտին ասա։ Ուզում եմ հասկանալ, օրինակ, եթե համեմատենք մի քանի տարի առաջ ու հիմա, թեկուզ եւ ունեք ձևավորված հանդիսատես, բայց նրանց պահանջը ձեզնից ու թատրոնից նույնն է թե փոխվել է։ Ճիշտն ասած, կամ ընկալում է թատրոնի յուրահատկության։ Ճիշտն ասած, ինչ որ արժե համակարգներ, ինչ որ որոշակի փոխհարաբերություն հանդիսատեսի հետ տեղի է ունեցել, փոփոխություն, բայց ես քանի որ ինքս լավատես եմ, մեր կյանքում էլ է, չէ, լինում փոքրիկ sense ինչ որ բացատներ, որոնք որ փորձում ենք անդադար լրացնել։ Մասնագիտական առումով մենք իրականում շատ սիրում ենք մեր հանդիսատեսին ու միշտ գոհ ենք իրենցից, որովհետև ցանկացած ներկայացումից հետո դու արդեն, այսինքն ընթացքում էլ, քանի որ մեր ֆորմատը թույլ է տալիս, որ հանդիսատեսը դառնա գործող անձ ու քո հետ կոնտակտի ու կոմունիկացիայի մեջ է մտնում, դու արդեն զգում ես իր ջերմությունը, էներգետիկան ու ներկայացումից հետո այդ ծափարությունները արդեն վայելելուց զգում ես ինչ չափի ու ինչ դոզայի իր հետ պետք է փոխհարաբերվես հաջորդ ներկայացման ժամանակ։ Ու եթե ինչ որ մի բան այսօրվա ներկայացման վերջում պակաս է թվում, մյուսի դեպքում փորձում ես դա լրացնել։ Պահանջը միշտ ակնհայտ է նոր ներկայացումների, ճիշտ չեմ, Սոն, եթե ինչ-որ մասխալ եմ ասում, դու ինձ միշտ Դրա համար մենք փորձում ենք երևի տարեկան 5, գոնե 5 պրեմիերաներ անել, որպեսզի խաղացանկը լինի թարմ, արդի, իսկ կամերային թատրոնը միշտ բազմաժանր, այո։ Մեզ նաև հետաքրքիր է, թե հանդիսատեսի հետ աշխատանքը, երբ հանդիսատեսը հայտնվում է բեմում, ինչպես եք կարողանում այնպես կազմակերպել, որ թվա թե նա շատ պատրաստ նստած դահլիճում սպասում էր իր մուտքին որպես դերակատար։
Ու երբևէ եղել են այնպիսի դեպքեր, որ ամեն ինչ ձեր գծած պլանով չգնա ու մեկ էլ ներկայացումը շեղվի իր գծից կամ հանդիսատեսը շատ յուրահատուկ իմպրովիզներով ներկայանա։ Ու շատ է լինում, շատ են լինում արձագանքներ հանդիսատեսի կողմից, նույնիսկ այն ներկայացումների ժամանակ, որոնք ինտերակտիվ չեն։ Իսկ հիշեք ինչ որ դեպք։ Ոնց պատմեմ։ Շատ են լինում, օրինակ հոբելյանական հաճախորդ ներկայացման ժամանակ, դե ամբողջ ներկայացման ընթացքում կա հեռախոսազանգի պահ, որ տղամարդու կին է, անդադ իրան զանգում է, ու այդ զանգելու վրա հենց զանգը գալիս է պարտադիր ինչ որ մի խոսք պիտի գա հանդիսատես։ Էլի կինն է զանգում, մի խոսքով ամեն ինչ լինում է հոբելյանական հաճախորդի ժամանակ, բայց դե պիտի ձևացնենք, որ այդ ամեն ինչը մենք չենք լսում։ Իսկ այն ներկայացումները, որոնք ինտերակտիվ են, չգիտեմ, եղել է այդպիսի դեպք, որ շեղվի ներկայացումը իր Իրականում այդպիսի դեպք չի գրանցվել, որ շեղվի, եթե նույնիսկ հանդիսատեսը մի քիչ ավելի ակտիվ է գտնվում ու սենց ճտպտ հանդիսատեսը ուզում է խոսա, որովհետև գիտի ուր է եկել ու ինքը հնվերջապես հնարավորություն ունի հայտնվելու բեմում, դա իր աստղային ժամն է ու ինքը հեսա պետք է ելույթ ունենա։ ինքը դրա համար է եկել։ Ինքը դրա համար է հայտնվել այնտեղ, ինքը հատուկ արել է այս թանկ տոմսերը, որ նստի ստեղ, որպեսզի միանգամից հայտնվի։ Մենք սենց շատ խորամանկորեն ամեն ինչ գցում ենք տեղը, որպեսզի տանենք, հասցնենք տեքստի բովանդակությանը։ Ու այդ պատահականության սկզբունքով հանդիսատեսը ընտրված, որը որ դառնում է գործող անձ բեմում, դա մեր Արա Երենջակյանի խորամանկությունն է հենց դրամատուրգիայի, որովհետև ցանկացած դեպքում փորձված իմպրովիզը դա ամենագեղեցիկն է ու ամենաաշխատողն է։ Լինում են բացառապես դեպքեր, որոնք որ հենց տեղում ես ծնում իմպրովիզը ու սկսում ես դրանից ելնելով խաղալ հանդիսատեսի հետ ու խաղարկել դա, ինչը իրականում շատ հետաքրքիր է տեղի ունենում, բայց հիմնականում ինչ որ արվում է, առաջին փորձը արվում է լավ փորձված, որպեսզի հետո արդեն չխառնվես իրար։ Եթե հանկարծ անկանխատեսելի մի բան լինի, դու դրադակից չկարողանաս դուրս գաս։ Հետո պետք է ասել, որ մեր թատրոն գալիս են մարդիկ, ովքեր բաց են, ովքեր պատրաստ են, որովհետև գիտեն, որ կամերային թատրոն գնալիս մենք հնարավոր է եւ հայտնվենք բեմում, հա, ներկայացման գործող անձ դառնանք։ Այնպես որ իրանք շատ բաց են, մեր հանդիսատեսը միշտ պատրաստական է ու ես ամեն դեպքում չեմ հիշում իմ ներկայացումների ժամանակ, որ այդպես ինչ որ շեղվի հունից ներկայացում։ Դե պիտի նշենք, որ թատրոնում կան այնպիսի ներկայացումներ, որոնք հատուկ դրես կոդ են անգամ պահանջում հանդիսատեսի ժամանակաշրջանին պետք է համապատասխան լինել։ Բայց ինչը շատ հավես է, անկեղծ։ Օրինակ, եթե խաղում ենք 30-40-ական թվականների մյուզիկլի ժանրի ինչ որ բան, մենք այդտեղ հնարավորություն տալիս ենք հանդիսատեսին, որ երբ որ իրանք արդեն մտնում են թատրոն, մուտքի մոտ կան ձեռնոցներ, գլխարկներ, օղեր, ապարանջաններ, որոնց որ իրանք զարդարվում են, փետրներով մտնում են, օրինակ նստում են այդ։ Ու առհասարակ մենք ունենք ավանդույթ, որ յուրաքանչյուր պրեմիերայի ժամանակ կա դրես կոդ։ Այո, մենք ինքներս էլ։ Հա, մենք ինքներս որոշում ենք այդ ներկայացման տրամադրությունը, գույնային գաման ու այդպես էլ գալիս ենք պրեմիերային։ Օրինակ այս վերջում պրեմիերաներից Beatles-ներ, որի ժամանակ մենք էլի համապատասխան դրես կոդով եկել ենք ու վայելում ենք ներկայացումը, խաղում ենք ներկայացումը։ Մենք վայելում ենք, դուք խաղում։ Դե գիտենք թատրոնը որտեղից է սկսվում, այո, հենց շեմքից պիտի արդեն լինի այդ սիրուն ու թատերային միջավայրը։ Հասկացանք, որ կամերային թատրոնի խաղացանկը բազմաժանր է, բայց նաև դերասանը պիտի կարողանա տարբեր ժանրերում իրեն դրսևորել ու շատ հաճելի է, որ այնպես չի, որ դերասանական այս խումբը այստեղ է խաղում, այն խումբը այնտեղ, դուք բոլորը շատ տարբեր ժանրերում հանդես է գալիս, դա հրաշալի է։ Երկպար, շարժում, դինամիկա, էներգիա Այս ամենին այս օրերում շատ մոտ կանգնած արհեստական բանականություն։ Արագ տեմպերով ներխուժել է կյանքի տարբեր ոլորտներ, ինչ է կարծում նա կունենա այդ հնարավորությունը ներխուժելու թատրոնի կյանք։ Ես շատ
այսպես կտրուկ վերաբերմունք ունեմ արհեստական բանականությանը։ Ես նախ ինքս պիտի ասեմ, որ չեմ օգտվում ոչ մի այդպիսի այդ հավելվածներից եւ այլն, նույնիսկ ChatGPT եւ ոչ մի անգամ հարց տված չկամ ChatGPT-ին։ Ես ինքս իմ մեջ մերժում եմ այդ ամեն ինչը ու չեմ ընդունում ոչ մի նկար արհեստական բանականության սարքած եւ այլն, այնպես որ իսկ թատրոն հաստատ կարծում եմ որ չէ։ Անկեղծ ասած, գուցե դա սպառնում է։ Գուցե օրինակ մի օր հայտնվի թատրոնում, եթե արդեն չի հայտնվել ինչ որ տեղերում։ Ես էլ ունեմ իմ կտրուկ վերաբերմունքը դրան։ Օրինակ գոյություն ունեն հրաշալի ստեղծագործություններ, չէ, ռետրո ժամանակաշրջանի կամ ռոքնռոլի, որոնք որ մնայուն արժեքներ են։ Կան թիթեռի կյանք ունեցող երգեր, որոնք որ ծնվում են ու մեռնում են, չէ։ Ես կարծում եմ, այս արհեստական բանականությունը ունի իր շատ կարճաժամկետ կյանքը։ Եթե ինքը շարունակեց մնալ ու իրան խելամիտ չօգտագործել, կարծում եմ ինքը արդից կօգտվի։ Ինձ թվում է դու նշեցիր ամենակարևոր փաստերից մեկը՝ խելամիտ օգտագործել չափի մեջ, տեղին եւ յուրաքանչյուր բան մեր կյանքում, եթե չափավոր է տեղին եւ գիտակցված, ապա կարող է արդյունք տալ դրական առումով։ Ինչ տեսանկյունից որ կամ օգտագործելու առումով, իրան ճիշտ ես օգտագործում, ինքը քեզ կարող է ինչ-որ քո մի գործը հեշտացնում է որոշակի կերպով, բայց բացառապես ես օրինակ ես էլ չեմ ընդունում Սոնային, որ ինքը մասնակիցը դառնա իմ ստեղծագործական կյանքի մեջ, օրինակ դա կլինի երգ, երաժշտություն, թատրոն կամ ինչ որ արվեստի միջոց, ինչը որ ինքը իբր թե փորձում է անել։ Բայց արի ուտես, որ աշխարհում կան մարդիկ, որոնք կարողանում են այդ գործիքը, այդ գործիքը ճիշտ օգտագործել եւ ծառայեցնել նաեւ թատերական աշխարհի զարգացմանը։ Արհեստական բանականության տված հնարավորությունների, թատրոնի հնարավոր հեղափոխական ապագայի մասին է խոսքը, մեր գործընկերոջ պատրաստած տեսանյութում դա մենք կբացահայտենք, դիտենք, վերադառնանք եւ շարունակենք։ Շարունակում ենք առավոտ լուսով weekend-ը սիրելի հեռուստադիտողներ, արհեստական բանականությունը չէ, բայց մեր զրույցին հասել է օգնության մեր պատեկրանը, որովհետև հիմա ձեզ հետ խաղ ենք խաղալու։ Խաղը կոչվում է Գուշակիր մեղեդին էմոջիներով։ Մեր պատեկրանին կհայտնվեն էմոջիները, որոնք կարդալով կարող եք իմանալ, թե որ երգը կամ որ երգչի որ ստեղծագործությունն է դա։ Պատրաստ եք։ Պատրաստ եք, մրցանակ կա։ Մրցանակը մեզ հետ զրույցն է, որը կշարունակի։ Մենք առանց մրցանակի չենք խաղում, չէ՞ սոմ։ Մրցանակի մասին դեռ կասենք հիմա։ Այո, կարող ենք սկսել հիմա խաղը եւ այսպես առաջինը։ 3 դուր, ձերքով, ծաղիկ, տերև, ծառ, էլի ոտքեր։ Հիմա գնացիր հովի դռնով։ Դռները թակելով գուցե գնաց, բայց չէ, իրականում։ Գուցե գալիս է, չգիտեմ, մի հատ ուշադիր նայեք։ Դուր հələ պրինցիպը չենք հասկացել, մի րոպե, էլի, հələ սպասի։ Խնդրում եմ ուղղակի կարդալ։ Ահա, դուր, եղավ ինչ, 3 դուրը։ 3 դուր։ Ահա։ Մեկ բառով ոնց կասես 3 դուրը։ Դռներ, 3 դռներ։ Դռներ, ձեռք։ Ինչ կարելի անել դուրը ձեռքով։ Բացել։ Դուրը բացել, ծաղիկ։ Ծաղիկը, կանաչը, թարմը, դա գարուն։ Դուրը բացիր, Դռները բացեք։ Դռները բացեք, դռները։ Դռները բացեք, գարուն է գալիս։ Այո։ Ինչ է մոլորում։ Սոնայս երկը լսել ես, չէ։ Սոնան ես երկը գիտեր։ Այն էլ մայստրո Ռուբեն Մաթևոսյանի կատարմամբ շատ-շատերը կհիշեն եւ այսպես հաջորդը։ Ծաղիկ, գիլաս ծառ։ Մտածեք, խնդրում եմ։ Էլի ժողովրդական, հա։ Շատ գեղեցիկ ստեղծագործություն է սա։ Ծաղիկ, գիլաս։ Գարնանն ընդառաջ ծառերն ինչ են անում։ Ծաղկում են։ Ահա, որ միրգն է։ Բալը, ծաղկած բալենի։ Այո։ Ծառ ոնց էր մի րոպե։ Բայց վերնագիրը ճիշտ ես ասում, բայց հիմա Բայց սխալ երկելով։ Հա, մի րոպե։ Հիմա մեր տաղավարում կհնչի։ Հələ թող հնչի։ Ստեղծագործությունը եւ Ծաղկած այսպես։ Արփի, ծաղկած բալենի։ Ալպինա երկու։ Այո։ Շատ սիրուն է երկու։ Բայց սա բարը միշտ ձևեր կա, չէ։ Կարող ես երկրորդ կուպլետը։ Այլ կատարումները կան նաեւ։
Արցած շողով հարսիկով եկա լուսա։ Բայց դա լրիվ ուրիշ Այլ երգ է։ երգ է, բայց Դա կարող ենք ժողովրդական միքսել։ գուսանական Ճիշտ երկրից է։ մեկն է։ Հաջորդը։ Էլի կա։ Ու ոչ ոք չի հաշվում, ով է Սիրում են տղա աղջիկը իրար, սեր, տերև։ ինչ տերև, Աշնան տերև։ Սիրո, Ահա։ մեր սիրո։ Մեր սիրո աշունը էլ երբեք չի կրկնվի եւ չկնկնվի եւ անցա այո մեր Լուիզեն Կանսինա երկում է երկը Երևան սիրո խոստովանության մենք հաջորդ անգամ երբ հանդիպենք կխնդրենք Լուիզային։ Անպայման։ Լավ, Եվ այսպես։ հաջորդը։ երկուսով ժամացույց Էսի խաչ, հա? Ահա։ Ահա, օքեյ։ Մի րոպե։ Չէ, խաչ։ Հա, իբր խաչարածա, չկա։ Կա։ Էլ չկանք, մենք երկուսով ժամը, չգիտեմ կանենք։ Մոտավորապես։ Երկուսով։ Չէ։ Նրանք ինչ են։ Զույգ։ Զույգ են։ Ես զույգ Նրանք զույգ չեն էլ։ Բաժանվեց, բան։ Չէ։ Ով է ասում ես ինչ չունեմ։ Ես զույգ չունեմ, ես ընկերուհի չունեմ, ընկերուհի Այդ չունեմ բառը պես մի անգամից ոնց հուշեցեք։ Ժամանակ չունեմ։ ժամանակ չունեմ։ Մեր գործընկերները այսպիսի շատ բարդ խորքային եք էմոջիներ են, մտածել այո, այսօր, այո, հավաքել։ Օրինակ, ահա, սեր անվերջություն քաղաք, մեր սիրո անվերջ քաղաք։ Համարյա, բայց անverջ փոխենք ավելի Մեկ այլ գեղեցիկ բառով։ բառով։ Սիրո հավերժ քաղաք։ Հայկո, Հայկոնա, վա։ Դու սիրո Հավերժ քաղաք։ Այո, այո։ սիրո երկիչ եւ քաղաքի նաեւ Այո, սերը խորհրդանշող Հայկոն հաջորդը։ Երկու սև կետ, երկու աջ, Երկու մեծ սև կետ։ Հիմա սա շատ པարզ է, խնդրում եմ հերթով էմոջիները կարդալ ուղակի եւ կգուշակեք։ Սև գունդ երկու Չէ, հատ։ գույն որպես կարդալ։ Կետ, սև, աչիկ, Սև-սևը։ աչքեր, սև, աչեր։ Չէ, չէ, չէ։ Նա գրեթե ճիշտ է, ուղղակի մեղեդայնություն արի փոխենք։ Աչքեր, Աչքերով։ Սև աչքեր, սև աչքերով աղջիկ, էտա։ Այո։ Սև աչերով աչիկ, այո։ Աչերով աղջիկ, ես սիրա։ Բայց մենք եկում ենք բենջով, ասենք երկենք հիշել։ Հա, մոռացի։ Բայց տեսնում եք ինչ հաճելի առավոտյան ինչ մտքեր են գալիս։ Հաջորդը։ Էս որն ենք կարդում հիմա, Գնում ենք կարկուսնու Vegas, արել, էս գնում ենք Vegas, Viva Las Vegas։ Վերադառնանք հայկական իրականություն եւ կարդանք։ Անապատի Այո։ արել։ Ես, Քարթա։ 1, 2, 3, 4 Պատի արել, անապատի Ճամպեկը դուսով պատի Մեզ մնաց երկու երգ։ Շատ լավ է, այո։ հարցական աշխար, չկա քարտեզ Հա, ես են քարտեզի երկնա Չէ։ Բա, էդի չի Իրոք է, չգիտեմ աշխար Հարցնում է։ Առաջին բառը հարցով է սկսվում հենց։ Կեղծավոր աշխար Հիշում ենք սա։ Չէ, հենց հարցով է սկսվում։ բացահայտում։ Հիշում ենք սա։ Չկան Սա Չկա, չկա, ժխտական, առանց Այո, բացառում ենք։ Չկա Կուզես։ Ուղերս կախել է Առանց։ Կուզես, քեզ համար հորինեմ Այո, կուզես։ Աշխարհն առանց քարտեզ։ Աշխարհն առանց քարտեզ Դու իմ Այրեխա այնքան դժվար է, որտեղ հենց առաջի տողը, ոնց արանքային տողեր եք ընտրել։ Մեր համար այնքան հեշտ է չեք պատկերացնի։ Նոտայից հետո։ Եվ վերջինը։ այսպես վերջինը։ Անսահման հեշտ է։ Լուսինը նայեց Չէ։ Չէ, Լուսին Մոտով ճիշտ այլ տող է իր երկում։ Լուսին, ուզում եմ քեզ գրկել, քեզ տանել լուսին։ Ամրեք ընկերներ, ապրեք։ Հիմա նոր կարող ենք սկսել խաղալ։ Ասես սովորեցինք Արդեն- Հիմա մի հատ հետ գնանք Լուիզեն քաղացել են ես խաղը Չէ։ Իրանցը դրեք խաղան Նրանց այլ խաղեր, առածներ, ասացվածքներ, ավելի
Դե իրանք խելացի։ Շիրով բան։ Շատ լավ, վերադառնանք թատրոն, վերադառնանք կամերային թատրոն եւ հետաքրքիր է մեզ պատմեք թե ձեզ ինչպես ընդունեց այն սերունդը ավակ կամ միջին, որ կար կամերային թատրոնում, երբ դուք նոր էիք ձեր նորամուտը նշում այնտեղ։ Միրոպե ոտ Լավեց։ Սենոյինը շատ ավելի հետաքրքիր պատմություն է։ Դու գնացել եկել Գնացել եկել։ Չգիտեմ, ես երբ եկա, նախ սկսեմ նրանից, որ այնպես չի, որ ավակ սերնդի ու իմ տարիքային տարբերությունը շատ չի ես դեպքում։ Իհարկե, հա, ես ձեզ հետ եմ համատումից, իհարկե ունենք մեր սիրելի ձյաձ Գրիշը, մեր ավակ սերնդից, բայց սենոյինց հետ ոնց որ այդքան էլ շատ չէր տարբերությունը, ու հետո սկսեմ նրանից, որ ես արդեն բոլորին ճանաչում էի, բոլորի հետ ընկերներ էի կարելի ասել, ու այդպես շատ հեշտ ու սահուն եղավ հիմա։ Հիմա լսենք Սենոյի պատմությունը, ինչ շատ հետաքրքիր է։ Ինչի չեմ կարող ասեմ, որովհետև ես որ եկա թատրոն, իմ ավակներն էին Արշոն, Լուիզը, Կետին, Գոգան, Մանուկը, Գրիշը, ելով կար, բոլորը ավակներ էին։ Ու շատ հետաքրքիր ընդունելություն տեղի ունեցավ։ Ինչ հետաքրքիր այն առումով, որ յուրաքանչյուրը փորձում էր իրենց ծանոթացնել մեզ հետ։ Ու մենք այդ խաղի կանոնների հետ հաշվի ենք նստում, որովհետև ով ենք մենք, իհարկե։ Ու մենք հաճույքով ենք դա անում, որովհետև թատրոնում գոյություն ուներ մի հատ աուրա, ասած մթնոլորտ, որի մեջ դու որ հայտնվել էիր, ու դու նայում էիր սենց ակնապիշ, կախարդված ներկայացումները իրանց ոնց են փորձանում դերասանները գոգային։ Ամենակարևորը, որ յուրաքանչյուրը ջանք ու ճիգ չի խնայել, ուսանելու, սովորեցնելու մեզ թատրոնի կանոնը, նիստուկացը, դաստիարակությունը, ինչն էլ որ իրականում ես կարծում եմ, որ մեր Արա Երնջակյանի շնորհիվ է, որովհետև ես այդ ֆենոմենի մասին չեմ կարող պատմել, որովհետև ես դրանով ապրում եմ, ինձ ճանաչող մարդիկ, օրինակ ոնց են, դու ոնց ես քո ընկերոջը կամ ընկերուհուն ճանաչում, իմանում իրան մինչև վերջ, չէ, նմանատիպ էլ հենց թատրոնում է դա տեղի ունեցել։ Այդ սերնդափոխություն ասվածը ես կոկետություն չեմ անում, մեզ մոտ տեղի է ունենում շատ առողջ, չկա գյուղ, որ շուն չլինի, միևնույն է, բայց այն օգտակար գործը, շահեկան գործը, որը որ ազդում է թատրոնի ստեղծագործական կյանքի վրա, միշտ առաջնային պլանում է գտնվում ու դա է ամենակարևորը։ Եթե ինչ որ մի բան, ինչ որ միտեղ փորձում է, ինչ որ մեկը կամ ինչ որ մի բանը բացիլ է հայտնվում, դա անմիջապես ոչնչացվում է։ Հետևելով այս զրույցներին, այո, կարող ենք փաստել, որ կամերայինի ֆենոմենը, եթե փորձենք բացահայտել ու մեկնաբանել, դա հավատարիմ մնալ ավանդույթներին։ Անկախ նրանից, երբ ու ինչ կարգավիճակում ես հայտնվել կամերային թատրոնում, անգամ որպես հանդիսատես, եթե մեկ ներկայացում ես դիտում, միևնույն է դառնում ես մի քիչ կամերայինցի եւ այդ ոգով սկսում ես նաեւ այցելել այլ թատրոններ, այլ մասնագետների հետ շփվել, ել չեմ ասում որպես դերասան, երբ հայտնվում ես այդ շենքում։ Շնորհակալ ենք, որ առավոտը սկսեցիք մեզ հետ։ Մենք ենք շատ շնորհակալ։ Պատմելով քաղաքի ամենասիրելի թատրոններից մեկի մասին, կամերային թատրոնի, վստահ ենք, որ նորից ենք հանդիպելու այս օրերի ընթացքում, որովհետև սիրելի հեռուստադիտողներ, այս տարի Երևանի Պետական կամերային թատրոնը նշում է հիմնադրման 45-ամյակը։ Շնորհակալ ենք։ Շնորհակալ ենք ձեզ օրվա դրական շարունակություն, սիրելի հեռուստադիտողներ, մեզ մոտ աղավարում էին մարդիկ, ովքեր միշտ լավագույն ցանկություններով են ներկայանում իրենց հանդիսատեսին։ Մնացեք մեզ հետ, սա առավոտ լուսով weekend-ն է։